Շնորհակալ եմ, բրավո պարոն Կոնջորյան, 20 րոպե խոսեցիք ամեն ինչի մասին, բացի մամուլում քննարկվող թիվ 1 թեմայից։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Պարոն Կոնջյան, քանի որ դուք գեղախոսության մեծ վարպետ եք, ես առաջարկում եմ նաև մեր լրագրողների համար, որովհետև տեսա, որ այս 2 օրվա ընթացքում շարունակ փորձում են ձեզանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն։ Կարող եք ի վերջո դուք մեզ պատմել, թե ինչպես է ձեր կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել HiPost-ի տնօրեն։ Մեր հայրենակիցների համար հիշեցնեմ, որ այն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ձեր տիկինը ստանում է տարեկան $118,000 աշխատավարձ, ամսական 3.6 միլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ Հանրապետության նախագահը ստանում է, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն, Հայաստանի Հանրապետության վարչապետը 1.6 միլիոն է ստանում, այսինքն կրկնակիից ավել շատ է ստանում։ Տեսեք, ԶԼՄ-ներին մրցույթային նիստերի արձանագրությունները չեն տրամադրվում, ոչ ընկերության կողմից, ոչ նախարարության կողմից, ինչը ավելի է խորացրել կասկածները, որ ձեր ուղիղ միջամտությունն է եղել HiPost-ի տնօրենի պաշտոնում ձեր տիկնոջ նշանակման հարցում։ Հիմա խնդրում եմ մեզ պատմեք, ինչպես է նշանակվել, մինչև այդ որտեղ է աշխատել եւ որն է եղել ձեր դերը այդ նշանակման հարցում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն տիկին Խամոյան։ Ես իմ խոսքում չասեցի, որպեսզի ըմբոշխնեմ ձեր հարցի միջոցով այդ հարցը։ Առաջինը, իմ կինը HiPost-ի տնօրեն նշանակվելուց առաջ հարցրեցիք որտեղ է աշխատել։ Ի զարմանս ձեզ ասեմ, որ 5 տարի շարունակ աշխատել է HiPost ընկերությունում եւ եղել է վարչության ղեկավար։ Այսինքն իմ կինը HiPost-ի տնօրեն չի նշանակվել պարզապես ուրիշ տեղից գալով, ինքը եղել է HiPost-ում վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ եւ իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է HiPost ընկերության տնօրեն մրցութային խորհրդի կողմից։ Այդ մրցութային խորհրդի մեջ բնականաբար ես չկամ եւ չեմ կարող լինել մրցութային խորհրդում ներգրաված են տարբեր անձինք, եթե չեմ սխալվում նաեւ մասնավոր ոլորտներից կան եւ այնպես որ ձեր հարցերը դուք կարող եք համապատասխան կերպով ուղղել պետական գերատեսչություններին եւ ստանալ համապատասխան տեղեկատվություն։ Ես չգիտեմ, գուցե այդ տեղեկատվության վերաբերյալ հարցումները ակնկալել են անձնական տվյալներ, դրա համար այդ տվյալների մի մասը չեն կարողացել տալ լրագրողներին, բայց ներողություն, դա ուրեմն օրենսդրության սահմանած չափանիշներն են եւ կարծում եմ, որ այդտեղ դուք իմ նկատմամբ համենայն դեպս չպետք է որևէ հարց ունենաք։ Երկրորդը, իմ կինը, քանի որ դուք շեշտեցիք աշխատավարձը, իմ կինը HiPost-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ HiPost-ի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը։ Իմ կինը երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող պաշտոնյան է, այսինքն HiPost-ում, այսինքն երբ որ ինքը նշանակվել է HiPost-ի տնօրեն, դրանից առաջ նախորդող ժամանակներում, տարիներում, տասնամյակներում HiPost-ի տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ եւ ինքը գնացել է ու հիմա ավելի ցածր է ստանում։ Այսինքն ձեր հյուսած նարատիվը, որ Հայ Կոնջյանի կինը նշանակվեց HiPost-ի տնօրեն եւ սկսեց ստանալ միանգամից տնօրեն այսքան աշխատավարձ, առնվազն չի համապատասխանում իրականությանը եւ կեղծ թեզ է։ Որպեսզի դուք պատկերացնեք, ես ձեզ ասեմ, որ HiPost-ի նախորդող ժամանակաշրջաններում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, տնօրենի մասին չի խոսքը, նույնիսկ փոխտնօրենների մասին չի։ Նախորդող ժամանակներում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք որ ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան թե այսօր ստանում է HiPost-ի տնօրենը։ Հետևաբար աշխատավարձի վերաբերյալ ձեր դատողությունները հետաքրքիր կլիներ նաև լսել այն ժամանակ։ Այդ ինչի է ոնց ստացվեց, որ դուք հենց նոր հիշեցիք HiPost-ի տնօրենի աշխատավարձի մասին։
Այդ ոնց ստացվեց, որ այդ լրագրողական կազմակերպությունները հենց նոր որոշեցին փորփրել Հայփոստի տնօրենի աշխատավարձի վերաբերյալ այս քննարկումները, երբ որ ես առաջադրվել եմ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։ Արձագանքեք, ես կշարունակեմ, որովհետև դրա ասելիք ունեմ։ Արձագանք։ Պարոն Կոնջյան, ձեր պերճախոսությունը միշտ գնահատելի է եղել եւ կարծում եմ, որ ձեր քաղաքական կարիերայի ընթացքում ձեր մեծագույն առավելությունն ա դա եղել, բայց ձեզ պետքա հիասթափեցնեմ։ Հայփոստը 2020 թվականից է պետական կառավարման հանձնվել։ Միջև դա եղել է մասնավոր ընկերություն։ Կարող էին $100,000 աշխատավարձ տալ։ Խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է։ Եվ խոսքը տարեկան $118,000 մասին է։ Ինչ խոսք, վարչության պետից լռեք, վարչության պետից Հայփոստի տնօրեն այդ ցածկը կարծում եմ շատ արագ է ստացվել եւ վստահաբար ձեր ազդեցությունը եւ ձեր մասնակցությունը դրանում, եթե ոչ ուղիղ, ապա ակնհայտորեն եղել է։ Դուք ասում եք վերցրեք արձանագրությունները նախարարությունից, Հայփոստից չեն տրամադրում, մեր լրագրողները խնդրել են, չեն տալիս։ Կարող եք ասել այդտեղ ինչ անձնական տվյալ կա։ Ձեր լրագրողներն ինչ անձնական սպասեք ավարտի Տիկին Խամոյան։ Ինչ անձնական գաղտնիք կա այդտեղ եւ եթե կարելի է նաեւ քանի որ շատ եք այս վերջերս սկանդալների կենտրոնում հայտնվել, նաեւ պարզաբանումներ ներկայացրեք ձեր եղբոր արկածների մասին, նախկին իշխանությունների շատ էիք քննարկում, ինչու էր Տիկին Խամոյան, ավարտեք։ Ավարտում եմ, ինչու էր բարեկային ծառայության ուղեկցող մեքենայով հայոյանքներ շաղ տալիս Հարցը հասկանալի է, շնորհակալություն։ Տիկին Խաման, ես օբյեկտիվորեն չեմ կարող ժամանակը ձգել 1 րոպեն դարձնել 200 վայրկյան եւ պատասխանել ձեր բոլոր հարցերին, հուսամ որ մյուս ռետորները այդ հարցը կտան եւ ես կպատասխանեմ։ Տեսեք, ձեր անտեղյակությունը, Տիկին Խամոյան, նույնքան հաճելի է, որքան որ իմ պերճախոսությունը։ Դուք նույնիսկ չգիտեք, որ Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության։ Հայփոստը եղել է հավատարմագրային կառավարման ներքո, դա մասնավոր ընկերություն չի, դա առաջինը, երկրորդը Հայփոստը 100%-ով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը եւ Հայփոստի մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել։ Տիկին Խամոյան։ Ու երբ որ դուք խոսում եք իմ կնոջ կարիերայի ցածկի եւ այլնի մասին, դուք ավելավա խոսեք ձեր կարիերայի ցածկի մասին, թե դուք ոնց հերթատեսային տաղավարից հայտնվեցիք այստեղ։ Իմ կինը, ի տարբերություն ձեզ, պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, Տիկին Խամոյան։ Դուք ոչ միայն պետական բյուջեից աշխատավարձ եք ստացել, դուք վերջին 5 տարիներին հարկատուների գումարով ստացել եք աշխատավարձ եւ գործի չեք եկել, Տիկին Խամոյան։ Դուք աշխատանքի չեք եկել։ Դուք վատնել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերը, որոնք որ նրանք տվել են որպես ձեզ վարձատրություն, հասկանում եք։ Ափսոս այնքան բան ունեի ասելու, բայց չհասցրեցի։ Շարունակեմ ասել։ Գեղամ Մանուկյան։ Պարոն Կոնջորյան, որևէ պախարակելի բան չկա լրատվությունից գալ ազգային ժողով, ոնց որ ձեր դեպքում է։ Իհարկե։ Կարծում եմ լրատվությունից եկաք, դեռ ավելին ասեմ, եթե մի միջնորդություն բավարարեի, երկիր մեդիայի աշխատանքից կգայեք ազգային ժողով, բայց բարեբախտաբար այդպես չէր։ Այդ նախկին իշխանություններին, որ քննադատում եք, իրանց տարածված մի հատ խոսք կար. թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ ճիշտ էր թղթերով։ Մարդ ցույց է, բանա, բայց ինչ կապ ունեմ, ընտանիքի անդամս ինչ կապ ունի։ Հիմա ելույթում կանդրադառնամ, նայեք, ես չեմ ուզում այդ ռազմորկան, որ եղել Աբովյանը, բայց իմ աչքը զարնել է մի հատ բան։ Այդ օրերի Նիկոլ Փաշինյանը նստում է կաֆե, ասում է ՀԴՄ թուղ, նստում է կաֆե, ասում է ՀԴՄ թուղ, մեկ էլ պարզվում է ՔՊ անդամ ձեր եղբոր անվան հետ կապում են միլիոնավոր դրամներ կանխիկ, ՀԴՄ դոկումենտացիա, բան չկա։ Դոկումենտով ասում եք ճիշտ է։ Պարոն Կոնջորյան, ձեր ելույթից ես ճիշտ հասկացա, մարդ, որը 36 տարի նույն կուսակցության անդամ է, մի վարքյան չի դավաճանը։ Ճիշտ հասկացա, որ ինքնապահպանման նպատակով է, որ մի ժամանակ եղել եք հանրապետական կուսակցության աջակցող կուսակցության երիտասարդականի ղեկավար, հետո անցել եք Լուսավոր Հայաստան, հետո անցել եք քաղաքացիական պայմանագիր, դա որպեսզի դինոզավր չդառնաք այդ սխեմայի մեջ հա մտնում, պարոն Կոնջորյան, որտեղ անկեղծ եմ ասում, քաղաքական դաշտում իմ համար
միշտ շատ դժվար է եղել ընկալելի, մի քանի կուսակցություններ փոխող դեռ անձնականի մասին չեմ ասում, էլի հարազատություն բան, մի կողմ դնելը իմ համար անընդունելի է։ Դա էր հարցը, որտեղ Արթուր Հովհաննիսյանն էլ ասեցի, ինքը վերահսկագրեց, որ դուք կպատասխանեք։ Շնորհակալություն Արթուր Հովհաննիսյանին տրված ձեր հարցի մեջ փաստական սխալ կար, ես երիտասարդական խորհրդարանում այդ ժամանակ եղել եմ որպես անկախ падգամավոր, պարոն Մանուկյան, ձեր նշած դեպքերը այն մասին, որ եղել է համագործակցություն տվյալ կուսակցության եւ հանրապետականի միջև, դա եղել է արդեն այն ժամանակ, երբ որ ես որևէ համագործակցություն չեմ ունեցել տվյալ քաղաքական միավորման հետ, ուսանողական տարիքում ես տարբեր նախաձեռնությունների եմ ներգրաված եղել, բայց երիտասարդական խորհրդարանում հանդիսացել եմ որպես անկախ падգամավոր, դա կարծում եմ, որ ստուգելի է եւ իդեպ երիտասարդական խորհրդարանում իմ հետ եղել է նաեւ падգամավոր Սևակ Խաչատրյանը, ով եթե չեմ սխալվում, այո, ինձ հարց է գրանցվել, մենք այնտեղ իրար հետ ազգային ժողովում այդ ֆորմատով իհարկե աշխատել ենք։ Բայց քանի որ ժամանակ ունեմ, ես ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մյուս հարցերին, հարգելի գործընկերներ։ Ես շեշտեցի, բայց մի անգամ եւս ուզում եմ դա ասել, պարոն Մանուկյան։ Ես նկատել եմ, որ այս վերջին օրերի ինֆորմացիոն փոթորիկների մեջ fake news-երը շատ են։ Եվ այդ fake news-երից մեկը այն է, որ ասում են, որ Կոնջրյանի կինը պետական բյուջեից այսքան աշխատավարձ անում, պետական հայփոստից այսքան աշխատավարձ է ստանում եւ այլն եւ այլն։ Ես նորից եմ ասում, իմ կինը պետական բյուջեից երբևէ աշխատավարձ չի ստացել։ Հայփոստը ինքնաֆինանսավորվող կառույց է եւ հայփոստը պետությունից չի ֆինանսավորվում, պարոն Մանուկյան։ Քանի որ իմ կնոջ աշխատանքային կարիերայի մասին եք հարցնում, իմ կինը 10 տարի առաջ աշխատում էր միջազգային կազմակերպությունում եւ ստանում էր այնքան աշխատավարձ, ինչքան աշխատավարձ, որ դուք, պարոն Մանուկյան, հիմա ստանում եք որպես ազգային ժողովի падգամավոր։ Ինքը 10 տարի առաջ ստացել է այնքան աշխատավարձ, ինչքան որ դուք այսօր ստանում եք։ Բայց ի տարբերություն ձեզ ինքը դա չի ստացել պետական բյուջեից, եւ դուք ի տարբերություն իմ կնոջ ստացած աշխատավարձից, պարոն Մանուկյան, ինչպես Տիկին Խամոյանը եւ ձեր գործընկերները 5 տարի շարունակ ստացել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից գոյացող աշխատավարձ եւ չեք եկել աշխատանքի։ Չեք եկել աշխատանքի։ Եվ այս պատմությունը, այս վերնագրերը նաեւ բանի դիտանկյունի մասին են, էլի ռիֆրեյմ անելու մասին է։ Հիմա օրինակ կարա չէ նաեւ մամուլում լինի sense վերնագիր, որ ոչ թե վերնագիր, որ Հայկ Կոնջրյանի կինը ստանում է այսքան աստղաբաշխական աշխատավարձ, այլ Հայկ Կոնջրյանի կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Կամ վերնագիր օրինակ, ինչքան գումար է հարկատունների կողմից վճարված վատնել Ագնեսա Խամոյանը որպես ազգային ժողովի падգամավոր 5 տարիների ընթացքում։ Կամ քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների գումարներ են վատնել Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները հարկատունների փողերից, չգալով աշխատանքի եւ ստանալով աշխատավարձ այն մարդկանց աշխատավոր ժողովրդի կողմից, ովքեր գնում են եւ ստեղծում են հավելյալ արժեք։ Տեսեք, ընդհանրապես ֆրեյմինգի հարց է, պարոն Մանուկյան։ Իսկ ձեր քաղաքական բանի մասին, անցած ճանապարհի մասին, եթե ժամանակ լինի, ես կասեմ, համեցեք, արձագանքեք։ Պարոն Կոնջրյան, այդ падգամավորի աշխատավարձը ձեր գրպանից ոչ մեկ չի տալիս падգամավորներին։ Եվ падգամավորները այս կամ այն քաղաքական նպատակարարությամբ, եթե որևէ նիստի էլ չեն մասնակցում կամ որևէ աշխատանքի, այդ մասով պահում է լինում։ Ինչ վերաբերվում է մուննատ գալը, որ չեք մասնակցել, չեք աշխատել, ես կարող եմ տոննաներով պատմել, թե ինչ ենք արել, ինչ ենք արել։ Այստեղ դեր դիմաց է նստած է առնվազն իմ ժողովի նախկին նախագահը, մի հատ հետո առանձին խոսակ։ Շատ եմ խոսացել, շատ է պատմել ձեր։ Չէ, օդի մեջ բան չասեք։ Երկրորդը, այդ որ ասում եք բյուջեի չի ստանում։ Չեմ ուզում այդ շատ մանր բան է, որ ասում եք բյուջեի չի ստանում, պետական հիմնարկը, բա ի՞նչ է։ Պետական հիմնարկը ի՞նչ է։ Եվ վերջապես, պարոն Կոնջրյան, ես որպես լրատվության մեջ եղած երկար տարիների խմբագիր սիրում եմ բառերը շատ հստակ։ Երբ որ հայտարարում եք հայփոստի պատմության ամբողջ ընթացքում, այսինքն 1991 թվականին, օրինակ, փոստային ծառայության տնօրենը շատ ավելի բարձր է ստացել, քան այսօրվա հայփոստի տնօրենը, ձևակերպումը ճիշտ տվեք։ Միգուցե կառավարման հանձնված ավարտվել է ժամանակը, պարոն Մանուկյան։ Տնօրենն ավելի ստացել, բայց երբեք մի ասեք հայփոստի ամբողջ պատմության մեջ։ Պարոն Կոնջրյան, խնդրում եմ մի վարքյան, էլի, հարգելի գործընկերներ, այդ թվում նոր падգամավորներ։ Այնտեղ ժամատախտակն է, այնտեղ էլ խնդրում եմ հետևեք
ժամանակացույցին եւ մի անցեք ժամանակը։ Ես իհարկե երբ որ մոտենա ավարտը կզգուշացնեմ, բայց լավ կլինի ինքներդ հետևեք եւ չանցնեք, որպեսզի նորմալ ընթացքով ընթանանք։ Շնորհակալություն։ Դե այն կողմին նայեք, այն կողմը երևում է, պարոն Մանուկյան։ Կամ գոնե ես երբ որ ձեզ ասում եմ ավարտեք, լսվում էլա, չէ՞։ Համեցեք, պարոն Կոնջորյան։ Պարոն Մանուկյան, բնականաբար ես նկատի ունեմ ողջամիտ հեռանկարում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ վիրավորական կլիներ ձեր համար, որպեսզի ես այդ աստիճան պրիմիտիվացնեի, նկատի ունենալով, ասենք 1992 թվականի մասին, խոսքը ողջամիտ հեռանկարում, ասենք վերջին 10 տարվա ընթացքում համեմատականների մասին էր։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյան, քանի որ դուք խոսացիք կուսակցությունից, դուք մենք շատ ենք խոսել այս մասին, էլի, դաշնակցության պատմության, եւ դա իմ ամենասիրելի ժանրն է։ Իդեպ ես ուզում եմ նկատառում անել, ես չէի կարող տեղից նկատառում անել, բայց դա շատ կարևոր է։ Երեք որ իմ գործընկերոջ պարոն Ռուբինյանին ասում էիք, բա որ բանի 18 թվականի մայիսի 28-ին, օգոստոսի 1-ին բա դաշնակցությունը քանի քառակուսի կիլոմետր 70,000 քառակուսի կիլոմետրով Հայաստան տվեց, չէ՞, տենց եք, չէ՞ ասում։ Շատ իսկ ինչ եղավ ընդամենը 1 շաբաթ անց դրանից։ 1 շաբաթ անց Բաթումի պայմանագրով հունիսի 4-ին 18 թվականի Հայաստանի Հանրապետության տարածքը մնաց 10,000 քառակուսի կիլոմետր։ Այդ բանակցությունների ժամանակ էլ պատվիրակությունը ղեկավարում էր բանը դաշնակցական Ալեքսանդր Խատիսյանը։ Բա ժողովուրդ ջան, բա պարոն Մանուկյան, դուք որ ասում եք դուք համոզված դաշնակցական եք։ Դուք դաշնակցության ինքնությունը ես կարծում եմ, որ չեմ ուզում ուրիշ բառ օգտագործեմ, բայց չեք ընդունում։ Ներողություն, պարոն Կոնջյան, խնդրում եմ ավարտեք։ Պարոն Մանուկյան, լավ էլի։ Ինչ չեք տեղից արձագանքում։ Հիմա ընդդիմության տեխնացուն էլա չեք գալու, ինչ իշխանության ներկայացուցիչները սկսեն տեղից Պարոն Մանուկյան, դուք չեք պատկերացնում վերջի 5 տարվա մեջ ինչքան թիվ եք դուք խառնել, բայց ես լուր լսել եմ, չէ՞ դա։ Եվ ոչ միայն թիվ։ Գնացեք ծխեք, պարոն։ Սևակ Խաչատրյան։ Շենքի տարածքում չծխեք։ Պարոն Կոնջորյան, ճիշտ հիշեցիք երիտասարդ